Նոր վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանը կոռուպցիա ծավալների հավելագրում այս կատարողական ակտը ստորագրել է Հանրապետության կուսակցության նոր վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանը Գալի մեզ ասում է կոռումպացված, ինձ ասում է կոռումպացված։ Խնդրեմ, տեսեք, նոր վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյան։ Որ չասեմ, մանիպուլյացիա է անում, լկտի սուտա եւ այլն եւ այլն։ Հիմա հստակ փաստերով ցույց եմ տալի, որ Տիգրան Տեր-Մարգարյանը ստորագրել է մի փաստաթուղթ, որտեղ կա կոռուպցիա, ծավալների հավելագրում։ Գնացինք, ուրեմն ցույց եմ տալի։ Մետաղական ճաղաշարի իրականացում Զակլադնոյ դետալով, որի համար հատկացել են 412,580 դրամ։ Սա ճաղավանդակն է, սա մասին է խոսքը գնում։ Զակլադնոյ դետալը, եթե մարդ լինի, որ հնարավորը չիմանա դա որն է, ցույց եմ տալի, սա այս երկաթի մասին է խոսքը գնում, որ բետոնի մեջ երկաթ են դնում, բետոնացման աշխատանքների ժամանակ քարանալուց հետո, չորանալուց հետո բետոնը ճաղավանդակը երկաթի վրա ամրացնում են։ Հիմա ցույց եմ տալի, որ նոր բետոնը արդեն իսկ քանդվել է եւ ըստ է Զակլադնոյ չկա։ Ճաղավանդակի Զակլադնոյ դետալն եմ ցույց տալի, որը չկա, մոտիկ բեր կամերան։ Այսինքն բետոնը քանդվում է, ահա։ Հարկա։ Տակը Զակլադնոյ դետալ չկա։ Եվ սրա համար հատկացել են գոյություն չունեցող դետալի համար 412,000 դրամ։ Ամբողջ ճաղավանդակի հիմքը, բետոնը ճաքած է եւ քանդվում, փշրվում է։ Ահա։ Ստել արդեն փաստացի երևում է, որ ստե Զակլադնոյ դետալ չկա։ Գալի մեզ ասում է կոռումպացված, ինձ ասում է կոռումպացված։ Ուրեմն հաջորդ ծավալների հավելագրումը։ Նշված է, որ ճաղավանդակները այս կազմում են 124 գծամետր։ 1 գծամետրի համար վճարել են 11,000 դրամ, ընդհանուր արժեքը կազմում է 1,373,000 դրամ։ Բայց իրականում կազմում է 95 գծամետր, այլ ոչ թե 124 գծամետր, որը իրականում պետք է վճարեին 1,045,000 դրամ, այլ ոչ թե 1,373,000 դրամ։ Ընդհանուր չափով 328,000 դրամի ծավալների հավելագրում է տեղի ունեցել։ Հաջորդ խախտումն եմ ներկայացնում։ Ուրեմն փաստաթղթում նշած է, որ բազալտե եզրաքարի տեղադրում 20-10 սանտիմետր չափերով։ Հիմա ցույց եմ տալի, որ նման չափով եզրաքար գոյություն չունի, իրականում 10 սանտիմետր բազալտի եզրաքարի փոխարենը տեղադրած է ամբողջ այգում 7.5 սանտիմետրանոց եզրաքար։ Մենք բոլորս հասկանում ենք, որ 10 սանտիմետր հաստությամբ, լայնությամբ բազալտի եզրաքար ավելի թանկարժի, քան 7.5 սանտիմետրանոցը։ Այսինքն 7.5 սանտիմետրը 10 սանտիմետրի կազմում է պակասորդը, հա, 25%, այսինքն 25% արժեղությամբ քիչ եզրաքար են տեղադրել, բայց վճարել են 10 սանտիմետր լայնությամբ քարի համար։ Այս դեպքի մասին ես հայտնել էի նոր վարչական շրջանի աշխատակիցներին, Կարենին եւ Հաբեթին, իրանք տեղյակ էին այն ժամանակ, երբ դեռ աշխատանքները ընդունված չէին, այս ակտը ստորագրած չէր, աշխատանքները ընթանում էին, ասեցին մենք դա կներառենք փաստաթղթերի մեջ, դա այդպես չենք թողել, բայց իրականում այդպես էլ թողեցին։ Բացի այդ, այս բազալտի եզրաքարը, որը 7.5 սանտիմետր հաստությամբ է,
ըստ փաստաթղթերի կազմում է 275 գծամետր։ 1 գծամետրի համար վճարել են 5100 դրամ, բայց իրականում այգու ամբողջ տարածքի այս եզրաքարերի գծամետրը կազմում է 209 գծամետր։ Ես ինքս եմ հաշվել։ Տարբերությունը տալիս է 335,000 դրամ։ Այսինքն 1,400,000 դրամ վճարել են, բայց պետք է վճարեն 1,65,000 դրամ։ Հաջորդը վերաբերվում է այս եզրաքարերին, որը չափերին համապատասխանում է Փառք Աստծո։ Ուրեմն, այստեղ էլ էլի տեղի է ունեցել ծավալների հավելագրում, ցույց տամ, մի խոսքով, կան չխորանանք, ընդունել են 157 գծամետր եզրաքար, որի 1 գծամետրը կազմում է 8100 դրամ, ընդհանուր արժեքը կազմում է 1,271,000 գումար են վճարել, բայց իրականում այս եզրաքարերը կազմում են 111 գծամետր, որի արժեքը պետք է լիներ 900,000 դրամ, այսինքն 371,000 դրամ ծավալների հավելագրում է տեղի ունեցել։ Հիմա հաջորդ կետերը ցույց տամ։ Ըստ այնպես հեքիաթային բան են գրել, ուրեմն երևում է, հա։ Խամքաբետոնից պատի իրականացում B15-10-ի բետոնի 436,000 դրամ։ Ժողովուրդ։ Ստե պատ չկա, բետոն չկա, որ իրանք 10 կուբ բետոն են թափել։ Տես բան չկա, սենց աշխատանքների ծավալ չկա, քանի որ առհասարակ ընդհանրապես պատել չկա, ուղղակի նկարել են այս ծավալը։ Այգու բարեկարգման աշխատանքները այնպիսի խայտառակ վիճակում են գտնվում, ուղղակի խոսքերը ավելորդ են, տեսեք, իբրև թե ճակերտավոր ասած աստիճան են կառուցել, սենց կիսա թողել են, սենց աշխատանքները և ընդունել են։ Աստիճանի ավարտական տեսքը, այն հատվածը, այսենց տեսք պիտի ունենար ավարտական և այսպես աշխատանքները ընդունել են և այսենց որակով աստիճան են տեղադրել, կառուցել։ Բացի այդ, այգու շինարարական աշխատանքների շին աղբը այգում են թողել, չեն հեռացել, բայց շին աղբի համար պետությունը գումար է տրամադրում, տեսեք, սա շին աղբ է, տեսեք, շին աղբ, բետոն, մնացորդները ապամոնտաժ, շեբենը բերել են կանաչ գոտու, տարածքում են լցել, շին աղբ, բետոն, ու այս աշխատանքները ինձ համար անհասկանալի է, թե ինչպես կարող են ընդունել։ Սա փաստում է, որ ստե կոռուպցիա է տեղի ունեցել, նոր վարչական շրջանի աշխատակիցների կողմից միտումնավոր անգործություն է ցուցաբերվել, քանի որ ես հստակ միջև աշխատանքները ավարտը թերությունների մասին նշել եմ Կարենին եւ Հաբեթին։ Տեսեք, շին աղբը բերել լցել են այգու մեջ այն ժամանակ, երբ սրանց համար գումար են վճարել։ Տեսեք, այգին շին աղբ է։ Սա նոր վարչական շրջանի 4-րդ զանգվածի նշանն է եւ հենց նշանի հետևը շին աղբ է։ Ուրեմն այսպիսով ինչա դուրս գալի։ Հանրապետության կուսակցության նոր վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանը ընդունել է այս բարեկարգման աշխատանքները, որտեղ կա կոռուպցիա, ծավալների հավելագրում, աշխատանքները դեռ ավարտված չեն, կիսատ պրատ թքած կպցրած, աշխատանքների որակը ինքներդ եք տեսնում, անորակ եւ այնպիսի աշխատանքների համար են գումար վճարել, որը այդ աշխատանքները առհասարակ չեն կատարվել, չկա նման աշխատանքների ծավալ իրականացած։ Եվ ամենացավալին այն է, որ ես
դեռ աշխատանքները չավարտված ժամանակ, երբ որ աշխատանքները չակերտավոր ընթանում են, նոր վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանին հայտնել է, որ ստեղ սենց խնդիրներ կա։ Գալի մեզ ասում է կոռումպացված, ինձ ասում է կոռումպացված,